ամենահարուստն Աստված է։ Բայց Աստծո հարստությունը ինչպիսի հարստություն է։ Այսինքն աստվածային հարստությունը, աստվածային բարությունը արարչության մեջ է երևում։ Ինչ որ պետք էր մարդուն, Աստված տվեց իրեն։ Ինչ տվեց։ Աստվածային շնորհներ, իմաստություն, 7 պարգևներ, մարգարեություն, քահանայություն, թագավորություն։ Թագավոր էր, իշխան էր Ադամը, իշխում էր երկնքի թռչունների, երկրի գազանների, ծովի ձկների վրա։ Մարգարե էր Ադամը, երբ որ ստեղծվեց, իր կողոսկրից մեկը հանվեց, Եվան ստեղծվեց եւ ասեց՝ սա ոսկոր է, իմ ոսկորից մարմին, իմ մարմնից սա թող կոչվի կին, որտեղ իր ամուսնու ստեղծվեց։ Այսինքն սա մարգարեական խոսքեր էին, որտեղ Ադամը քնած էր, երբ որ Եվային ստեղծում էին, թմրած էր եւ արթնացավ, անմիջապես մարգարեացավ։ Ադամը քահանա էր, որտեղ կենդանիներին անուններ էր դնում, իսկ ով է մկրտության ժամանակ անուններ դնում, քահանա։ Ուրեմն բոլոր շնորհները Ադամն ուներ, Աստծուց էր ստացել եւ այս աստվածային հարստությունը հոգեվոր է նախ եւ առաջ։ Ու եթե դու հոգով ես հարուստ, Աստծով ես հարուստ, այն ժամանակ քո հարստությունը իմաստավորված է, աստվածանման ես դու դառնում։ Հարուստ էին Աբրահամը, բայց այնքան հարուստ էր Աբրահամը, ոչ միայն նյութական մարմնավոր, այլ Աստծով էր հարուստ, որտեղ կոչվեց հավատքի հայր։ Ինչու հավատքի հայր կոչվեց, որտեղ Աստծուց տրված իր միակ որդուն Իսահակին հանեց զոհասեղանին եւ հայր Աստված էլ իր միածին որդուն հանեց խաչի զոհասեղանին։ Աբրահամը նախ եւ մինչեւ այդ հանեց, Քրիստոսից առաջ հանեց եւ Աստված էլ հետո իր միածին որդուն հանեց խաչի զոհասեղանին, որտեղ Աբրահամը հանել էր, Աստված էլ հանել իր միան։ Այսինքն իրականում Աբրահամի հարստությունը որտեղ է երևում, ոչ թե իր ունեցվածքի, հոտերի, ոչխարների, ով էլ ամեն ինչ ուներ մի վայրկյանում կորցրեց, դրանք հարստություններ չեն։ Կարևորը թե դու հավատքով հարուստ ես, Աստծով հարուստ ես, Աստված ամեն ինչ ունի, այդ հարստությունը տալիս է մեզ, բայց մարդկային հարստությունը եւ աստվածային հարստությունը գնահատվում են ոչ թե ունեցվածքով, այլ զոհաբերությամբ, այլ աստվածային սիրո արտահայտությամբ։ Նա է հարուստ, ով կարողանում է սիրել եւ ներել, ով այրիկինը 2 լմա ուներ, որ Աստծուն նվիրեց, բայց ավելի հարուստ էր, քան այն մեծ հարուստները, որ ունեցվածքից ավելին էին գցում գանձանակին, մեծ գումարներ էին գցում, իրական աշխատանքը այդ հարուստների գցած նվիրատվությամբ էր կատարվում, տաճարում կառուցվում էր, բայց Քրիստոս չնկատեց այդ մեծ հարստությունները,